Սևաքարի կենտրոնից տարածվող խորովածի բույրն ու երաժշտությունը հուշում են բնակավայրում կարևոր իրադարձություն է տեղի ունենում։ Խորհրդային տարիներին որպես դպրոց ծառայող շենքի տարածքում այժմ հիմնանորոգված հանդիսությունների սրահն է։ Համայնքում 2026-ի առաջին կարմիր ժապավենն այստեղ է կտրվում։ Հարսանի, կնունք, ծնունդ, այդպիսի ուրախություններ ավելի շատ ելնեն։ Սևաքարի հանդիսությունների սրահը վերանորոգվել է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնք կառավարություն համաֆինանսավորմամբ շուրջ 31 միլիոն 500 հազար դրամ ներդրմամբ, որում համայնքի մասնաբաժինը շուրջ 13 միլիոնը ֆինանսավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նորաբաց սրահն ամբողջությամբ կահավորելու անհրաժեշտ գույքով ու պարագաներով ապահովելու հարցում եւս համայնքին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ 4 միլիոն 600 հազար դրամ։ Արդեն ոնց որ պարոն Փարսյանը նշեց, ավանդույթ է ձևավորվել համայնքում հին նոր տարվա օրը նման հանդիսությունների սրահներ բացել։ Անցած տարի է ես նաև ներկա, մեկ այլ համայնքում, Չապլի համայնքում։ Մեր քաղաքականությունը սոցիալական հենց ազդակիր համայնքներում նման ծրագրերի ուսում, սպորտ, առողջություն եւ նման ենթակառուցվածքային ծրագրերով մեր մասնակցությունը ունենալն են համայնքի հետ միասին եւ մենք նախընտրում ենք իհարկե սուբվենցիոն ծրագրերը, որովհետեւ այդտեղ այդ համագործակցությունը երրակողմ իհարկե շատ ավելի էֆեկտիվ է մեր գնահատմամբ։ Առհասարակ կոմբինատը մարզկենտրոնում իրականացվող սուբվենցիոն նախագծերում բավականին ակտիվ մասնակցություն ունի։ Միայն նախորդ տարի դրանք 1 տասնյակից ավելին էին։ Սևաքարը եւս ձեռնարկության ազդակիր բնակավայրերից է եւ ոչ պակաս ուշադրության կենտրոնում։ Այն ներառված է նաեւ սոցիալական ծրագրերում։ Կապանի բնակավայրերում հանդիսությունների սրահների նորոգման եւ վերաբացման ծրագիրը մեկնարկել է վերջին մի քանի տարիներին։ Համայնքը կարևորում է դրանց առկայությունը եւ շեշտը դնում հեռավոր յուղերի վրա։ Օրինակ Եղվարդում, օրինակ Վենի Խոտանանում, Ծավում, Չափնիում դրանք շարունակական բնույթ են կրում։ Այսօր արդեն Սևաքարում մոտ ժամանակներս կբացվի Շիկահողում։ Քաղաքի մոտ գյուղերը հիմնականում գերադասում են քաղաք հասնել, բայց հատկապես հեռավոր գյուղերը դրա կարիք ունեն։ Ես ճիշտ եմ համարում այս սրահը գյուղերը, որովհետև ամեն մի միջոցառումը, եթե գյուղում թեկուզ մավան դեպ կա, թեկուզ հարսանիք կա, թեկուզ ուրախություն, բանակի կեպ կա, ես այս սրահը գյուղին անպայման անհրաժեշտ է։ Ավելի քան 200 հաշվառված բնակիչ ունի Սևաքարը, ինչպես գրեթե բոլոր բնակավայրերում կյանքն այստեղ առավել ակտիվանում է ամռանը։ Տիկին Ծովինարը մանկության երբեմնի աշխուժությունն է կարոտում, հիշում գյուղի հարսանիքները։ Նոր սրահի բացումից հետո վստահ է ավանդույթը կվերականգնվի։ Երիտասարդ էինք, միշտ գնում էինք տատիկ-պապիկներին օգնելու, պապիկը գնում էր խոտ հնձելու պապաների հետ, մենք տակ-տակ թեյը վերցնում, հասցնում էինք, այգիները ջրում էինք, բերքը հավաքել, միշտ ներկա ենք եղել, ես այստեղ ծնվել եմ, այստեղ ապրում եմ, հավատացեք, մեր գյուղում շատ ուրախություններ լինելու են, ես վստահ եմ։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։